Հինգշաբթի օրը մայիսի 29-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Համբարձման տոնը։ Տոնի հիմքում Մարկոսի եւ Ղուկասի ավետարաններում, նաեւ Գործք առաքելոցում ներկայացված պատմություններն են, որոնցում նկարագրվում է, թե ինչպես հարությունից 40 օր հետո Հիսուս իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը, ձեռքերը պարզելով օրհնեց առաքյալներին եւ նրանց աչքի առաջ երկինք համբարձվեց։ Քրիստոսի հարությունը վկայում է Տիրոջ հաղթանակը մահվան նկատմամբ, իսկ համբարձումը մեր կյանքում Քրիստոսի հավիտենական ներկայությունը։ Համբարձման տոնը հայտնի է ժողովրդական ավանդույթներով եւ հանդիսություններով, վիճակի եւ ջանգյուլումի ծեսերով։ Վիճակը կապված է մատնի Ջուդայի փոխարեն վիճակահանությամբ 12-րդ առաքյալին Մատաթիային ընտրելու հետ։ Տոնի ժողովրդական սովորույթներն են ծաղկահավաքը, ուխտագնացությունները, ծիսական ուտեստները։ Այդ օրը Սուրբ Պատարագից հետո ավանդույթի համաձայն համբարձման կաթնապուր են ճաշակում, ծաղկաշատ վայրերում զբոսանք եւ խաղեր կազմակերպում։ Համբարձման տոնին հատկապես մարդաշատ են Վարդենիկի եւ Լուսագյուղի Թուխմանուկ եկեղեցիները, Արայի լեռան լանջին գտնվող Ծաղկևանքը։ Ավանդության համաձայն քրիստոնյա Վարվարան փախչելով կռապաշտ հորից ապաստանում է Արայի լեռան քարանձավում։ Հայրը հետապնդում է աղջկան եւ սպանում։ Նահատակվելուց առաջ Վարվարան Աստծուն խնդրում է, որ ծաղիկ եւ կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով։ Ուխտավորները հավատում են, որ Ծաղկևանքի քարայրի բուժիչ ջուրը օգնում է վերականգնել տեսողությունը։ Համբարձման տոնին հիշատակվում է նաեւ հայրապետական աթոռը Սիս քաղաքից Մայր աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր եւ նվիրապետական գերագույն իշխանությունը ամենայն հայոց կաթողիկոսությունը պաշտոնապես հիմնադրվել է Վաղարշապատում, որտեղ էլ կառուցվել է Միածնաեջ Սուրբ տաճարը։ Պատմական հանգամանքների բերումով ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը տեղափոխվել է տարբեր քաղաքներ՝ Դվին, Աղթամար, Անի, Սիս։ 15-րդ դարի սկզբներին Հայաստանից դուրս գտնվող կաթողիկոսական աթոռն այլևս չուներ համահայկական նշանակություն։ Կիլիկյան Հայաստանը հայտնվել էր մահմեդական երկրների օղակի մեջ եւ աստիճանաբար հայաթափվում էր։ Ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ 1441 թվականին Մայր աթոռը մեկընդմիշտ վերահաստատվում է Էջմիածնում։ Սուրբ աթոռի վերահաստատումը ազգի եւ պետականության պահպանության համար կենսական նշանակություն ունեցավ։ 16-ից 17-րդ դարերում Էջմիածինը հայ եկեղեցու հոգևոր կենտրոնը դարձավ նաեւ ազատագրական պայքարի կարևորագույն օջախներից մեկը։ Հայրապետական աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու իրողությունը հայ եկեղեցին հայտարարել է որպես ազգային տոն եւ ամեն տարի Համբարձման տոնին Սուրբ Պատարագից հետո հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է հայրապետական մաղթանքի արարողություն եւ աղոթք է բարձրացվում առ Աստված, որ անսասան պահի իր իսկ հիմնած Մայր աթոռը։